Երևանը ժամանակակից քաղաք է 1.356.000 բնակչությամբ։ Այստեղ կան բազմաթիվ թատրոններ, թանգարաններ, խանութներ, պուրակներ, ակումբներ և ռեստորաններ։ Սակայն բնակչության մի մասի համար այս ամենը մատչելի չէ։ Քաղաքը նրանց համար խոչընդոտների և փորձությունների ամենօրյա ուղի է։ Շարժումը կյանք է, բայց ինչպես ապրել, երբ չկա շարժում։ 7 տարեկանում Գոհարը ընդունվում է պարարվեստի դպրոց, 16 տարեկանում վիրահատվում է ողնաշարի հետ կապված խնդիրների պատճառով։ Բժիշկների սխալ միջամտության հետևանքով երիտասարդ պարուհու մոտ տեղաշարժման հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս։ Իր ընկերները օգնում են իրեն հաղթահարել հոգեբանական դժվար ապրումները։ Խնդիրներ են առաջանում, երբ որ ես ուզում եմ գնամ զվարճանամ, գնամ թատրոն, գնամ կինո նայելու, գնամ սրճարաններ, որը եւս հարմար չեն։ Ամառը շատ ավելի հեշտ բնականաբար, որտեվ ամառը բացօթյաները շատ են եւ ավելի հարմար է այցելելը, բայց ձմեռը միշտ փակ ինչ որն է այստեղ, որտեղ միշտ այցելում ենք, որտեղ հարմար է։ Աշխատանքը գիտեք, կարելի ասել կյանքի իմաստի բերող, կյանքի նպատակներ իրականացնող մի գործոն է, որ կարևոր է։ Նարեկին հանդիպել եմ օդանավակայանում, երբ որ ես մեկնում էի Անգլիա, ինքը մեկնում էր Ամերիկա։ Հետո զանգեց ինձ, եկավ այստեղ շատ առնչվեց տարբեր խնդիրների, այդ խնդիրները լուծելուց հետո զանգեց ինձ եւ ասաց, ես ուզում եմ, որ դու մեզ մոտ աշխատես։ Այսա 3 տարի է լինում, որ ես արդեն Vivacelum եմ աշխատում, Vivacelum աշխատելուց դու չես զգում, որ դու սայլակով ես, մյուս աշխատողը, ասենք, սայլակով չի կամ խնդիր չունի ֆիզիկական։ Իմ խնդիրը, ասենց ասեմ, ես ինքս եմ փորձել լուծեմ խնդիրը, որ չունենամ տեղաշարժվելու խնդիր, ես ունեմ մեքենան գնել եմ ասենք այն նրանից դրդված, որովհետև տաքսիից օգտվելը, տրանսպորտից օգտվելը, մետրոներից օգտվելը դա անհնարին էր։ Բոլոր ոճի մեջ էլ երաշտը սիրում եմ, կարամ ասեմ բոլորի մեջ է գտնում եմ ինձ, բայց բացի ծանր ռոկից դա մի քիչ ավելի իմը չի, ասենց ասեմ, բայց երաշտը շատ եմ սիրում։ Մարզասրահ Շուշուտ եմ այցելում, եթե բնականաբար խոչընդոտող բան չկա, առաջնահերթ գտնում եմ, որ առողջությունը շատ կարևոր է։ Աշխատում եմ լինել, պարապել, կազդուրվել, որպեսզի խնդիրների առաջ հետո չկանգնեմ։ Մասնավոր սեկտորն է խուսափում մատչելի միջավայր ստեղծելուց, արգելքները վերացնելուց հետո երևի իրանք ավելի շատ հաճախորդներ կունենան, քան թե կտուժեն։ Մեր տան դիմացի թեքահարթակը, որ իմ համար սարքված է, բայց ինքը ստանդարտից դուրս է ու իմ համար խոչընդոտ է, ես մենակով չեմ կարող օգտվեմ իրանից։ Հապա։ Շատ եմ ցանկացել ստանալ բարձրագույն կրթություն, բայց քանի որ շենքերը, մուտքը այդ խնդիրները եւս արկա են, դա եղել է խնդրեմ։ Մտածում էի ժուրնալիստիկա երևի, թե կարողանամ ինձ դուր է գալի մարդկանց հետ շփվել, ինֆորմացիա տարածել, երևի թե ժուրնալիստիկա կուզենայի սովորեի։ Ой, сквозняк, наверное, да? Հիմա ներկապային իմ միտքը այն է, որ ես ուզում եմ առաջ գնամ, ուզում եմ ամուսնանամ, երեխա ունենամ, որ իմ համար շատ կարևոր է։ Երեխա դա իմ կյանքի նպատակն է։ Մարդիկ կան, ովքեր ցավը պահում են հոգում, ժպիտը տալիս աշխարհին։ Երգահան իրավաբան Ալբերտ Աբգարյանը 3 տարեկանում պատահականության հետևանքով զրկվել է տեսողությունից։ Ալբերտին հեշտությամբ ոչինչ չի տրվել, սկսած ուսանողական տարիներից մի շարք խնդիրների առջև է հայտնվել։ Աշխարհի տարբեր երկրներում օրինակ ԱՄՆ-ում տեսողության խնդիրներ ունեցող ուսանողին գրենական պիտույքներ եւ հատուկ օգնական է տրամադրվում, որպեսզի ուսանողի համար նա ընթերցի անհրաժեշտ գրականությունը։ Իսկ Հայաստանում այն դասախոսությունները, որոնք որ պարզապես դասախոսություն էին, այլ ոչ թե գրականությունից վերցված, դրանք ես ձայնագրում էի, հետագայում Braille սիստեմով գրի էի առնում եւ սովորում էի։ Իսկ այն նյութերը, որոնք դասախոսության միջոցով չէր տրվում, այլ
տրվում էր գրականության միջոցով, մասնագիտական գրականությունը կարդում էր ինձ համար